Այսօր խաչվերացի օրն է, խաչի վերացման օր կամ Քրիստոսի խաչապայտի վերականգնեցումը, վերացում նշանակում է կանգնեցնել իր տեղում։ Սա պատմական մի դեպքի հիշատակն է, որ այսօր նշվում է հայոց եկեղեցում, երբ 7-րդ դարում Քրիստոսի խաչապայտը որպես անարգանք պարսից զորքերը գրավեցին եւ տարան գերության, 7-րդ դարի վերջերում 628 թվականներին նույն քրիստոնեական բյուզանդական զորքերը հայոց զորքերի հետ միասին մտան ազատագրեցին խաչը եւ Երուսաղեմում վերահաստատեցին։ Խաչի վերացման կամ խաչի հաստատման հիշատակն է, որ տոնվում է այսօր հայոց եկեղեցում։ Խաչին նվիրված մենք ունենք 4 տոն եւ բոլոր տոնները իրար հետ կապված են։ Խաչի երևման տոն, խաչի գտնվելու տոն, խաչի հաստատման այսօրվա տոնն է եւ վարագա խաչի տոնը, որը այս ամսվա վերջին կլինի։ Այս բոլոր տոները անշուշտ համաքրիստոնեական տոներ են, բացի վարագա Սուրբ խաչի տոնի, որը մաքուր հայկական, զուտ հայկական տոն է։ Այս համաքրիստոնեական տոները ունեն իրենց խորհուրդներ եւ շատ կարեւոր են մեզանից ամեն մեկի համար, որովհետեւ Քրիստոսի խաչապայտը մեր փրկության երաշխիքն է։ Քրիստոսի խաչապայտը այսօր էլ նույն զորությունն ունի։ Քրիստոս երեք այսօր նույն եւ հավիտյան, ինչպես ասում է Պողոս Առաքյալը, այնպես որ Քրիստոսի խաչապայտի հետ կապված բոլոր տոները, որոնք նշվում են մեր եկեղեցում, բոլոր ժամանակների համար են, որովհետև նրանք ոչ միայն ունեն համընդհանուր քրիստոնեական նշանակություն, այլ նաև անհատական։ Ամեն մի քրիստոնյայի, Քրիստոսի ուսմունքին հետևող ամեն մի հավատացյալի համար այդ տոները ունեն որոշակի խորհուրդներ եւ ուղղում են մարդու կյանքը դեպի Քրիստոսի ցույց տված ճանապարհով քայլելու համար։ Մենք այսօր նայելով աշխարհի վիճակին տեսնում ենք, թե ինչքան կարևոր է նորից վերահաստատել Քրիստոսի խաչապայտը քրիստոնյա աշխարհում եւ ոչ միայն քրիստոնյա աշխարհում, այլ ամբողջ աշխարհում, որպես փրկության գործիք, մարդկանց ազատագրման փորձիկ, մեղքից ազատվելու գործիք, որի վրա տեղ ունեցավ մարդկության փրկությունը։ Կարևոր է նաև Քրիստոսի խաչապայտի վերացման կամ խաչվերացի տոնը այն առումով, որ ունի նաև անհատական խորհուրդ։ Անշուշտ մենք ունենք թշնամի, եւ մեր թշնամին միշտ ձգտում է, որ մեր սրտի մեջ հաստատված խաչը վերացնել։ Նա ձգտում է մեր մեջի խաչը, որը Քրիստոսն է, որի պատկերով մենք ընկված ենք, նա ձգտում է մեր միջից հանել այդ խաչը եւ մենք դառնալով անխաչ, այսինքն քրիստոնեությունից դուրս մեկը մեղքի ճանապարհին գնալու համար դառնում ենք իսկական պիտանի գործիք աշխարհի մեղքի համար։ Այսօր էլ ցանկացած մարդու համար կարևոր է վերագտնել այդ խաչը, սա խաչի գտնվելու տոնն է։ Վերագտնելուց հետո նա պետք է իր սրտի մեջ հաստատի Քրիստոսի խաչը։ Պողոս Առաքյալն ասում է, որ եղբայրներ, ես ուզում եմ ձեր վրա տեսնել Քրիստոսին այն էլ խաչը ելած։ Խաչապայտի անհատական տոնը հենց այդ իմաստն ունի եւ այդ տոնը այդ իմաստով անհատական է։ Մեր սրտերի մեջից այսօր աշխարհը մեր մեղքից ձգտումը, մեր մեղավոր ցանկությունները խաչը դուրս են հանում մեր սրտից, մեր կյանքից, մինչդեռ այսօրվա տոնը այն խորհուրդն ունի, որ պետք է վերահաստատել Քրիստոսի խաչապայտը մեր սրտերի մեջ։ Մեր սրտի թագավորը պետք է Քրիստոսի խաչապայտը լինի։ Խաչապայտով մենք պետք է առաջ գնանք։ Երևան խաչի տոնն է, որով հաղթանակեց ժամանակին քրիստոնեական զորքերը, այսօր էլ մենք Քրիստոսի խաչապայտի տեսիլքով ապրելով, խաչապայտը մեր սրտերի մեջ ունենալով, մենք պատրաստ ենք գնալու ցանկացած հաղթանակների եւ առանց Քրիստոսի խաչի մեր կյանքը անիմաստ է դառնում։ Խաչվերացի տոնը այս առումով շատ հետաքրքրական է, որովհետեւ շատ մաքուր անհատական տոն ունի եւ ամեն մեկը, որ չգիտի խաչի զորությունը, պետք է գտնի խաչը եւ իր սրտի մեջ ամուր պահի։ Ուր է մեր թագավորը։ Մեր թագավորը Քրիստոսն է, իր խաչապայտով հանդերձ եւ պետք է հաստատվի մեր սրտի մեջ, որպեսզի մենք իրոք կարողանանք հետևել Քրիստոսի ճանապարհին։ Առանց խաչի մենք ոչինչ չենք կարող անել։ Քրիստոսի խաչապայտը մեր սրտի մեջ ունենալով մենք կհաղթենք այս աշխարհին, ինչպես նաեւ մեր Տերը ասեց. ես աշխարհին հաղթեցի։ Այնպես որ այսօրվա տոնի առիթով ես պատգամում եմ բոլոր քրիստոնյաներին, մեր հայրենիներին, Քրիստոսի խաչը իրենց սրտերի մեջ հաստատ պահեն եւ իմանանք, որ մեր թշնամին պատրաստ է դարձյալ պատմական դեպքերի, որ կատարվեց 7-րդ դարում, մեր սրտի մեջից հանել այդ խաչը, բայց մենք հավատարիմ մնալով Քրիստոսի ուսմունքին պատրաստ ենք պահելու այդ խաչը մեր սրտի մեջ եւ այդ խաչով գնալու դեպի նոր հաղթանակներ։ Այս առումով մեր եկեղեցին ունի 5 տաղավար տոներ եւ այդ տաղավար տոներից վերջին այսօրվա
տոնն է, Քրիստոսի խաչապայտի վերացման հաստատման տոնը։ Դրա համար էլ հաջորդ օրը վաղը երկուշաբթի մենք հիշատակելու ենք մեր ննջեցյալներին, որովհետև խաչի հաղթանակը պետք է նաև կիսենք մեր ննջեցյալների հետ, որոնք աղոթքներով մեր աղոթքներին են միանում։